կարողանանք զարգացնենք, այդ շրջանը ապրի։ Սյունիքի բախտի բերմամբ Հայաստանի ամենամեծ շրջանը Սիսիանի շրջանն է։ Սակայն այսօրվա դրությամբ վերջի 30 տարվա աշխատանքի պատճառով Սիսիանի շրջանը նաև Հայաստանի ամենագործազուրկ շրջանն է։ Ճիշտ է։ Գիտեք, երբ այցելել էինք Սիսիանի գյուղեր, Աշոտավան էինք, չգիտեմ ինքը այստեղ է թե չէ, բայց ես շատ անգամ եմ կրկնում այդ խոսակցությունը, երբ մարդիկ պատմեցին, բոլորը պատմեցին, թե ինչ վիճակ է գյուղում, մենք տեսան, թե ինչ մի տեսակ ճնշվեցինք մենք։ Ու ճնշվեցինք ոչ թե նրանից, որ ուրիշ չկա, այլ որ այս հնարավորությունները կան մեր երկրում, բայց վիճակը այսպիսինն է։ Ու այդտեղ մի հատ կին ասես, տղա ջան, կարող փոշմանել ես, որ եկել ես տեղ, այս պատմությունների մեջ, բայց մի հատ կարևոր բան ասեմ։ Մենք տեսնելով Սիսիանի գյուղերի վիճակը, մինչև այդ Եղեգնաձորի գյուղերի վիճակը, մեր մեջ ուժեղացել է ավելի ընդպնդումը, որ պետքա փոխենք մեր երկիրը, պետքա ուժեղացնենք մեր երկիրը։ Մեր երկրի ամենաուժեղ պոտենցիալը մեր համայնքների մեջ, եկեք նայենք, ինչ կարող է տալ ուժեղ Հայաստանը Սիսիանին։ Դուք Հայաստանի ամենամեծ շրջանն եք։ Հայաստանը այսօր ծորենի առումով, հացահատիկի առումով մեծի մասամբ կախված է դրսից ներմուծումից։ Սիսիանը այս պահին իր վարելահողերի կեսից ավելին չի մշակում։ Արոտավայրերը 140,000 հեկտար արոտավայր ունի, չի օգտագործում։ Հայաստանը ներմուծում է միս, Հայաստանը ներմուծում է ծորեն, բայց դա չի օգնում մարդկանց տեղում արտադրել, որովհետև պետությունը չի օգնում։ Ինչ ենք անելու ուժեղ Հայաստանում։ Մի հատ լռություն եմ ուզում երեխեք, որ պատմեմ։ Շնորհակալ եմ։ Ինչ է լինելու ուժեղ Հայաստանում։ Ստեղծվելու է համայնքային զարգացման ծրագիր։ Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, որը պետությունը ունենալու է անհատույց տրամադրելու է գյուղացիներին, որպեսզի վարելահողերի վրա աշխատանք կատարվի։ Դա մեր երկրին անհրաժեշտ է, որ հնարավորություն ունենա մեր երկիրը իր հացը ինքը վաստակի, ծորենը ինքը վաստակի։ Մենք հիշում ենք բլոկադայի ժամանակ ինչ խնդիրներ եղան Արցախում։ Պարենային անվտանգության համար Սիսիանը դա կարող է ապահովել։ Երկրորդը, մեր երկիրը ներմուծում է կաթի փոշի, միլիոնավոր դոլարների, տասնյակ միլիոնավոր դոլարների։ Հայաստանի կաթի գծով, արոտավայրերի գծով ամենալավ շրջանը ևս Սիսիանի շրջանն է, բայց չի օգտագործվում։ Կաթի փոշու ներմուծման տեղը, տեղական արտադրությունը խթանելը, կաթի գնի սուբսիդիան վերջապես նորմալ տալը օգնելու է, որ Սիսիանի գյուղերը ապրեն, լավ գնով կաթ վաճառեն։ Դա ոչ թե պետք է մենակ Սիսիանի համար, դա մեր հանրապետության պարենային անվտանգության հարց է։ Մյուս բանը, գործարան քաղաքի մեջ, ժամանակին այստեղ եղել են գործարաններ, ու քաղաքը հիմնվել է, մեծացել է գործարանների համար, գործարանների հաշվին։ Հայաստանը տարեկան, ուզում եմ ավակ սերունդն էլ ուշադիր լինի, ներմուծում է 70,000 տոննա, 50-ից 70,000 տոննա ապակի։ Իսկ գիտեք, ապակու հումքի ամենամեծ հանքերը որտեղ են։ Սյունիքում, Սիսիանի, Գորիսի արանքը, նաև շատ են Պարսկաստանում, 70 միլիոն դոլարի, 55-ից 60,000 տոննա ներմուծված ապակի գործարանը պետք է լինի այս քաղաքում։ Ծորենի մշակաբույսերի աճ, գյուղատնտեսության, կաթնատվության աճ, գործարան քաղաքում, երիտասարդների համար զբաղվածության գոտի։ Ժողովուրդ, այս ինչ ասում ենք, ծրագիր ենք ասում, չեն գալի ասում, էսի վատա, էսի լավա, ընտրեք այս տեխնացուին, ընտրեք այն տեխնացուին։ Ասում ենք այն ծրագիրը, որը մեր երկիրը փոխելու է։
ով լինի այս երկրի առաջնորդ, հետի պետք է անի։ Եթե ուզում ենք լավ ապրենք, պետք է մեկը դա անի։ Որ պահին մեր երկրում, Սիսիանի տարածաշրջանում մի հեկտար չվարված հող եղավ, պարենային անվտանգություն ապահովված չեղավ, չի լինելու մեր երկրում բնական բարգավաճում, բարեկեցություն։ Եթե ուզում ենք բարեկեցիկ երկիր, պետք է հողերը մշակենք։ Այն հողերը, որ այսքան քիչ է մեր երկրում, ու այսքան շատ է Սիսիանում, 140,000 հեկտար։ Շատերը ասում են, շատ ենք մենք քաղաքական խոսույթներից խոսում։ Շատ ենք մենք խոսում տնտեսական հարցերով, չենք խոսում ինչա կատարվում քաղաքականության մեջ, չենք խոսում իշխանության քայլերից։ Ժողովուրդ, ինչ խոսամ իշխանության քայլերից։ Երեք այստեղ էր Հայաստանի վարչապետը։ Այստեղ ին հիշելով կամ այստեղ Անգեղակոթում կամ Կորնիձորում Գորիսում ինքը հայտարարություն արեց, ասեց Արցախը երբեք մերը չի եղել։ Լսել եք էդին։ Ժողովուրդ, այս հայտարարության մեջ մեկ շատ վտանգավոր բան կա։ Շատ վտանգավոր։ Գիտեք ինչն է։ Եթե Հայաստանի կառավարությունը ասում է, որ Արցախը երբեք հայկական չի եղել, ուրեմն Արցախ զորակոչված ժամկետային զինվորական ծառայություն անցած զինվորները քրեական հետապնդման կարան ենթարկվել, որպես օտար երկրում զորակոչ անցած զինված խումբ, այդ դրանով են վտանգ ներկայացնում իր այս հայտարարությունը։ Ինքը, այ մարդ, մի խոսա Արցախից, տվել ես, մի խոսա, էլ վնաս, մի տուր։ Սյունիքի ամենամեծ գործազրկություն ունեցող շրջանի համար մենք բերել ենք ծրագիր գործարանի, մենք բերել ենք ծրագիր գյուղատնտեսական զարգացման տեխնիկայի պարկի միջոցով, մենք բերել ենք ծրագիր անասնապահության զարգացման։ Մարդիկ կարող են Սիսիանում աշխատանք ունենալ, մարդիկ կարող են գյուղերում ապրուստ ունենալ եւ երիտասարդները վերջապես կարող են ունենալ զբաղմունք այս քաղաքում, որ չգնան քաղաքից Երևան կամ երկրից, որովհետև մարդիկ լքում են Հայաստանը։ Աղքատների հետ կապված մենք ունենք մի նոր ծրագիր, որը կուզենամ ձեզ ներկայացնեմ։ Ովքեր մեզ հետևում են գիտեն, բայց ուզում եմ ներկայացնեմ։ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, ում ընտանիքում մի մարդու հաշվարկով, այսինքն եթե 5 հոգի կա, ամսեկան 120,000 դրամ են ստանում, ամսեկան ամբողջ ընտանիքը։ Մենք մի հատ առաջարկ ունենք։ Աշխարհում կան շատ ունևոր լավ ապրող հայեր, իսկ Հայաստանում կան շատ ծայրահեղ աղքատ ապրող հայեր։ Ստեղծվում է աղքատության հաղթահարման հիմնադրամ։ 70%-ը ներդրում են անում մեր գործընկերները, Սփյուռքի հայրենակիցները, հարուստ ունևոր հայերը, 30%-ը հիմնադրամում ներդրում է անում պետությունը եւ ամեն ծայրահեղ աղքատ ընտանիքին, 5 հոգանոց ընտանիքին ամսեկան վճարվում է 150,000 դրամ օգնություն։ Քաղաքական գործիչները շատ են, քաղաքականությամբ զբաղվողները շատ են, բայց ուզում եմ ձեզ մի բան ասեմ, մեր խոսույթը քաղաքական չի, որովհետև մենք քաղաքական գործիչ չենք եղել երբեք, մենք եղել ենք տնտեսական գործիչ, Սամվել Կարապետյանը եղել է տնտեսական գործիչ, ինքը իր գրպանից ներդրում է արել իր երկրում, բարեգործություն է արել իր երկրում, միևնույն ժամանակ, այն ժամանակ, երբ միլիոնավոր դոլարներ իր անձնական փողերից ինքը ուղարկել է, կառավարությունը միլիոնավոր դոլարներ պարգևավճար է ստացել։ Համեմատությունը, երբ դուք ասում եք ճանապարհի այս մասը կառավարությունն է արել, կառավարությունը ձեր փողերով է արել, ժողովուրդ։ Կարապետյանը իր փողերով է արել։
Գործը ունենալու են, հողը հայրերի ունենալու են, ուղղակի պետք է հավատանք ու ակտիվ գնանք, պետք է հավատանք, որ հայերին հաղթել սազումը, այսօր հաղթանակի օրն է, ուզում եմ բոլորից շնորհավորեմ հաղթանակի օրվա կապակցությամբ ու մաղթեմ նորանա